Բարի երեկո Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Բարև ձեզ։ Մենք ձեզ հետ դեռ առիթ չենք ունեցել քննարկելու Գյումրու թիմ ընտրությունները, ես կուզեմ դրանից սկսենք մեր զրույցը։ Փաստորեն ընդդիմությունը, այսպես ասած, հաղթեց իշխանությանը, իհարկե եթե նայում ենք ամենաշատ ձայները մասնակցող ուժերից տարել է իշխանական թեկնածուն, բայց փաստորեն ընդդիմադիր ուժերը կոալիցիա են ձևավորում եւ ըստ ամենայնի կընտրեն ընդդիմադիր քաղաքապետ։ Ինչ եզրահանգումներ ունեք Գյումրու ընտրությունների հետ կապված, ինչ ցույց տվեցին դրանք։ Դրանք ցույց տվեցին երկու բան, առաջինը այն, որ ներկա իշխանությունները գործող Փաշինյանական ռեժիմը այլևս չի վայելում ժողովրդի լայն շերտերի վստահությունը, մենք դա արդեն գիտեինք, դա երևացել էր եւ նախկինում տեղի ունեցած սոցիալական հարցումների արդյունքներով, երբ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը վայելում են ընդամենը 11-12% ռեյտինգ ունեն եւ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մենք դա տեսանք, հիմա Գյումրիի օրինակով եւս մեկ անգամ դրանում համոզվեցին։ Երկրորդ բանը դա այն է, որ ժողովուրդը այնքան է զզվել այս իշխանություններից, որ նույնիսկ պատրաստ է ձայն տալ նախկին այսպես բարքերը եւ նախկին ռեժիմները ներկայացնող որոշ մարդկանց, նույնիսկ քրեական անցյալ ունեցող անձանց եւ սա լավ չի, բայց ունենք ինչ ունենք, ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների օգտին տված ձայները, դրանց գերակշիռ մեծամասնությունը դրանք բողոքային ձայներ էին, ռուսերեն ասում են протестное голосование, այսինքն նրանք շատերը գոնե ոչ այնքան քվեարկել են Վարդան Ղուկասյանի կամ Մարտունի կամ մյուսների օգտին, որքան քվեարկել են այդ կերպ քվեարկել են Փաշինյանի դեմ։ Եվ սա կարծում եմ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ժողովուրդը սպասում է այնպիսի ուժի ասպարեզ գալուն, որ որևէ առնչություն չի ունենա ոչ նախկին իշխանությունների, ոչ ներկա։ Թեև նորից եմ ուզում ասել, ես սա շատ անգամ ասել եմ նախորդ իմ հարցազրույցներում, նախկին ներկա բաժանումը խիստ պայմանական է, որովհետև եւ նախկին եւ ներկա իշխանությունները եւ նախկին ռեժիմները դրանք բոլորը իրականում այսպես դևի տարբեր գլուխներն են, Կրեմլի աջ եւ ձախ ձեռքերը, խամաճիկները, ինչպես ուզում եք կոչեք, որովհետեւ մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանը երբևիցե խորհրդային միության փլուզումից հետո չի եղել եւ առ այսօր չի հանդիսանում իրական ինքնիշխան երկիր։ Ֆորմալ առումով իհարկե մենք անկախ երկիր ենք, ունենք անկախ երկրի այսպես ատրիբուտներ, հա, դրոշ, զինանշան եւ այլն, բայց իրականում երբ մենք նայում ենք, տեսնում ենք, որ Հայաստանը այնուամենայնիվ մեծ վերապահումներով միայն կարելի է կոչել անկախ երկիր, իսկ իրականում Հայաստանը նեոգաղութացված երկիր է եւ այն երրորդ հանրապետությունը, այսպես կոչված, որը Լևոն Տեր-Պետրոսյանի խավորությամբ սկսեցին կառուցել, հենց այդ Ռուսաստանի կիսագաղութային քրեաօլիգարխիկ համակարգ ունեցող եւ բարքեր ու վարքեր ունեցող երկիր է, հիմա ներկա իշխանությունները բացի ռուսական ազդեցությունից ուժեղացնում են այստեղ նաեւ թուրքական եւ ադրբեջանական ազդեցությունը, Հայաստանը ավելի շատ արդեն ռուսական գուբերնիայից վերածելով թուրքական վիլայետ։ Մենք պիտի սա իմանալով եւ սա գիտակցելով պատրաստվենք Հայաստանի ազատագրմանը, իրական ինքնիշխանության ձեռք բերելուն, նոր միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել իրականում թափանցիկ եւ արդար ընտրությունների, ինքնիշխանության, իրական դաշնակիցների, տնտեսական, ռազմական աճի մասին եւ այլն, եւ գալով նորից Գյումրու ընտրություններին, ուզում եմ ասել, որ իհարկե այդ ընտրությունները արդար չէին, թափանցիկ չէին,
փաստերը շատ են եւ Ջավախքից ավտոբուսներով բերված մարդիկ քվեարկելու համար եւ Երևանից եւ տարբեր շրջաններից բերած մարդիկ եւ ուրեմն տարբեր տեսակի ընտրակեղծիքներ եւ հոսանքազրկում հենց ձայների հաշվարկների ժամանակ եւ այլն, այսինքն այն ընտրություններն էին, որը մենք սովոր ենք տեսնել 30-ից ավել տարի շարունակ։ Բայց ընդդիմությունը կարող է, ընդդիմություն ասելով ես նաև նկատի ունեմ ազգային ժողովրդավարական բևեռը, կարող է այս ամեն ինչից օգուտ քաղել, հա, այսինքն մենք ասում ենք, այո, Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, Գյումրու ընտրությունները լավագույնս դա ցույց դրեցին, բայց այդ արդյունքը պետք է վերածել ռեսուրսի, հա, ճիշտ ռեսուրսը վերածել արդյունքի եւ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Ես այսօրվա մեր հարցազրույցը վերնագրել եմ ով եւ երբ կհեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Այս հարցը բաց է մնում, պարոն Գասպարյան, ինչպես կարող եք պատասխանել։ Շատ լավ հարց եք տալիս, այդ հարցը շատ հստակ եւ կարճ պատասխան ունի, բայց մինչեւ այդ հարցին պատասխանելը ուզում եմ ասել, որ երբ որ դուք ասում եք ընդդիմություն բառը խիստ վերապահումով պիտի օգտագործել, որտեղ ինչպես ես քիչ առաջ ասեցի, իրական ընդդիմություն Հայաստանում չի եղել են կրեմլահպատակ այսպես կոչված ընդդիմադիր ուժեր, ՕԵԿ-ից սկսած մինչև ԲՀԿ դաշնակցություն եւ այլն, որոնք սպասարկել են Կրեմլի շահերը եւ իրական ընդդիմության գործառույթներ չեն ունեցել եւ չեն կատարել։ Այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությունը օրինակ ներկայացնում է Քոչարյանի այսպես թևը, մի մասը, մյուս մասը ներկայացնում է Սերժ Սարգսյանի թևը եւ միայն այն փաստը, որ նրանք այդպես էլ վայր չդրեցին իրենց մանդատները ոչ Արցախի հետ, ոչ 44-օրյա պատերազմ, ընտրություններից հետո, հա, 21 թվականի ընտրություններից հետո, երբ ի հայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր վարած կապիտուլյանտի քաղաքականությունը եւ Արցախի շրջափակման եւ էթնիկ զտումից հետո, վկայում է նրա մասին, որ նրանք ինքնուրույն չեն գործում եւ նրանք պարզապես մանդատները վայր դնելու որոշումը ինքնուրույն չեն կայացնելու եւ չեն կարող այդ որոշումը կայացնել, այլ սпасելու են Կրեմլի հրահանգին։ Այնպես որ ընդդիմություն բառը օգտագործելով սա պիտի հաշվի առնենք եւ շատ զգուշ այդ բառը օգտագործենք, թող անհամեստություն չթվա, բայց իմ խորին համոզմամբ քաղաքական դաշտում իրական ընդդիմություն, ես նկատի ունեմ քիչ թե շատ մեծ քաղաքական կազմակերպված քաղաքական ուժ, որը գետնի վրա կարող է վիճակ փոխել, իրական ընդդիմություն, դա ազգային ժողովրդավարական բևեռն է, որը չի ղեկավարվում, չի ֆինանսավորվում ոչ Կրեմլից, ոչ որևէ այլ աշխարհ քաղաքական կենտրոնից եւ այլն, կան իհարկե այլ ուժեր եւս, այսինքն ավելի քանակով ծավալով ավելի փոքր ուժեր, ասենք մարտական եղբայրություն կամ չգիտեմ պահպանողական կուսակցություն, Անդրեաս Ղուկասյանի ղեկավարած ուժը, բայց ծավալով մեծ ավելի կազմակերպված ուժ, իրական ընդդիմադիր ուժ, դա բևեռն է։ Գալով ձեր հարցին, երբ եւ ով կհեռացնի Նիկոլ Փաշինյանին, քանի կա Պուտինյան ռեժիմը, քանի դեռ Պուտինյան ռեժիմը կենսունակ է եւ կարողանում է իր ազդեցությունը պահպանել, իր խիստ վերահսկողությունը պահպանել հետխորհրդային տարածքի բոլոր երկրների վրա, Փաշինյանին կարող է հեռացնել միայն ինքը Վլադիմիր Պուտինը, որը եւ նրան բերեց իշխանության թուրքերի եւ ադրբեջանցիների օգնությամբ կամ նրանց հետ միասին։ Այսինքն քանի դեռ կա Վլադիմիր Պուտինի ռեժիմը, որևէ այլ ուժ, ընդդիմադիր ուժ, անկախ ընդդիմադիր ուժ Փաշինյանին հեռացնելու որևէ շանսեր չունի, արևմուտքն էլ դա հաշվի առնելով չի սատարի, որովհետև արևմուտքի համար Պուտինյան ռեժիմի կենթանության օրոք Փաշինյանը այն չարիած փոքրագույնն է, որի միջոցով արևմուտքը կարողանում է այնուամենայնիվ քիչ թե շատ զսպել ռուս-թուրքական նկրտումները մեր տարածաշրջանում եւ Հայաստանում, օրինակները շատ են, Փաշինյանի վրա ճնշում բանեցնելով արևմուտքը կարողացավ կանխել Զանգեզուրի միջանցքի կայացումը, նաեւ իհարկե Իրանի գործոնը պիտի այստեղ անպայման նշենք,
Արևմուտքի ճնշման հետևանքով էր, որ Հայաստանը այնուամենայնիվ համաձայնվեց Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմանը եւ այլն։ Բայց ընդամենը այսքանը, այսինքն Փաշինյանը Արևմուտքի համար չարյաց փոքրագույնն է, որովհետեւ քաղաքական դաշտում մնացած բոլոր ուժերը շատ ավելի ընդգծված եւ հավատարիմ են Կրեմլին, քան Փաշինյանը։ Փաշինյանը ոչ թե պակաս հավատարիմ է Կրեմլին, այլ Փաշինյանը այն պատեհապաշտն է, որը որ պատրաստ է աթոռի եւ պաշտոնի դիմաց զիջում անել ցանկացած աշխարհակաղակական կենտրոնին, լինի դա Ռուսաստան, լինի դա Թուրքիա, լինի դա Ադրբեջան կամ ինչ որ զիջում նույնիսկ արևմուտքին անել, սեփական իշխանությունը պահպանելու եւ վերարտադրելու նպատակով։ Իսկ Պուտինյան ռեժիմից հետո, Պուտինյան ռեժիմի տապալվելուց հետո Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն կբացվի եւ դա կարողանա անել այն քաղաքական ուժը, որը ճիշտ շեշտադրումներով նկատի ունեմ Հայաստանի դեօկուպացիա, ազատագրում, հայկական հարցի եւ Արցախի հարցի որպես հայկական հարցի բաղկացիչ մասի առաջ քաշում, համաձայն միջազգային օրինական փաստաթղթերի, արևմուտքի հետ դաշնակցային կապեր, ԱՄՆ դաշնակցային կարգավիճակ եւ այլն, այդ շեշտադրումներով այն ուժը, որը այդ շեշտադրումներով կկարողանա ժողովրդին հանել փողոց, կրկնում եմ, միայն ու միայն Պուտինի ռեժիմի խիստ թուլանալու կամ տապալվելուց հետո նա էլ կկարողանա հեռացնել Փաշինյանին եւ ձևավորել ազգային իշխանություն։ Մենք իմ ասածս հաստատելու կամ ապացուցելու համար ուզում եմ բերել Վրաստանի օրինակը, մենք տեսանք այնտեղ ամիսներ շարունակ, 100,000-ավոր ցույցեր, բախումներ եղան ոստիկանների հետ եւ այլն, որոնք հաջողության չհասան, որովհետեւ կրկնում եմ, գոյություն ունի Վլադիմիր Պուտինի ռեժիմը, որը վերահսկում է իր խամաճիկներին, իր դրածոներին Վրաստանում, Հայաստանում, Բելարուսում եւ մնացած վայրերում, որտեղ ունի այդ հնարավորությունը եւ դրա շնորհիվ Իվանիշվիլին կարողացավ պահպանել իշխանությունը, իսկ արևմուտքը չցանկանալով միգուցե նաեւ որ արյուն թափվի եւ խոշոր բախումներ լինեն, առայժմ ձեռնպահ մնաց Վրաստանում որևէ իշխանափոխության քայլի դիմելու, սпасելով էլի Պուտինյան ռեժիմի թուլացման։ Այսինքն, պարոն Գասպարյան, եթե այդպես է, ուրեմն չի ստացվում արդյոք, որ ցանկացած ընդդիմադիր շարժում, այդ թվում նաև Բևեռի հանրահավաքներն անիմաստ են, որովհետև Պուտինյան ռեժիմը կամ Կրեմլի ռեժիմը կարծես թե ամենևին չի թուլանում, ավելին, գիտեք, Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ են ընթանում եւ կարծես Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպես նույն գծի վրա են հիմա։ Չէ, ես խիստ համաձայն չեմ այդ ձեր պնդման հետ, նախ ասեմ, որ Բևերի ցույցերը, ակցիաները, երթերը ամենևին անիմաստ չէին եւ անիմաստ չեն երբեք, որովհետեւ նրանք հետապնդում են ժողովրդի մոբիլիզացիայի խնդիր, ժողովրդին նախապատրաստում են գալիք վճռական քայլերին, տարածվում է Բևերի գաղափարախոսությունը, Բևերի ասելով նկատի ունեն ազգային գաղափարախոսությունը, այդ նույն բաները, որ մենք 4 տարի առաջ բարձրաձայնում էինք, շատերը ծիծաղում հեգնում էին, բայց հիմա Վիլսոնյան Հայաստանի եւ ազգերի լիգայի որոշման մասին, արևմուտքի հետ դաշնակցային կապեր հաստատելու մասին արդեն շատերն են խոսում եւ դա իհարկե Բևերի հաղթանակն է, որ մեր այս տարիների պայքարի շնորհիվ մեր գաղափարախոսությունը լայն տարածում գտավ ժողովրդի մեջ։ Ինչ վերաբերվում է Պուտինյան ռեժիմը չթուլանալու եւ ԱՄՆ-ի հետ նույն գծի վրա լինելու մասին, դա թյուր պնդում է, շատ սխալ պնդում է, որովհետեւ նախ ասեմ, որ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետևանքով Պուտինյան ռեժիմը շատ ավելի արագ է թուլանում, քան նույնիսկ նախագահ Բայդենի օրոք եւ ամենևին պարտադիր չի, որ Թրամփը դա անի գիտակցաբար կամ միտումնավոր, միայն բավական է նշել, որ Թրամփի այս տարիֆների քաղաքականության եւ դրա հետևանքով նավթի գների անկման պատճառով այս ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում Պուտինյան տնտեսությունը շատ ավելի մեծ վնասներ է կրում, քան նախորդ տարիների Բայդենի վարած քաղաքականության
շնորհիվ Թրամփ-Պուտին ընդամենը 1 թե կամ 2 առավելագույնը 2 հեռախոսազրույցներից հետո եթե խորը նայենք ոչինչ չի փոխվել ամերիկյան օգնությունը եւ հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային շարունակվում է սանկցիաները Թրամփը ոչ միայն չի հանել այլև խոսում է նոր սանկցիաների մասին եւ Մարկո Ռուբիոն պետքարտուղար նշեց որ եթե մոտակա շաբաթների ընթացքում Վլադիմիր Պուտինը չհամաձայնվի առանց որևէ նախապայմանի կնքել զինադադար, ապա կոնգրեսը պատրաստում է արդեն դժոխային սանկցիաներ, 500% տարիֆներ Ռուսաստանի հետ նավթի գործարք կազմող որևէ երկրի վրա, որը իրականում նավթային էմբարգո է նշանակում եւ Թրամփը այս վերջերս 3 կարծեմ խիստ դժգոհություն հայտնեց, որ ռուսները ասում են, որ համաձայն են զինադադարի, բայց ժամանակ են ձգում, պայմաններ են առաջ քաշում եւ շարունակում են գնդակոծել, ռմբահարել, ընդ որում քաղաքացիական բնակավայրերը Կրիվոյ Ռոգում օրինակ սպանվեց 20-ից ավել մարդ, որից 9 երեխա եւ Դոնալդ Թրամփը իր դժգոհությունը հայտնեց եւ ես կարծում եմ, որ եւ ես չեմ այդպես կարծում, եթե դուք հետևեք ռուս, ուկրաինացի, շատ արտասահմանցի տնտեսագետների, քաղաքագետների, վերլուծաբանների, ապա կտեսնեք, որ ռուսական տնտեսությունը խիստ ճգնաժամային վիճակում է կանգնած, բավական է ասել, որ միայն այս տարվա առաջի ամիսների ընթացքում բյուջեի դեֆիցիտը արդեն կազմում է 3.8 տրիլիոն ռուբլի, խիստ ավելացել են ծախսերը, որոնց գերակշիռ մասը գնում է պատերազմը սպասարկելու վրա, սնանկացման եզրին են կանգնած մի ամբողջ ոլորտներ, բանկային, ածխահանման, մետալուրգիական, ավտոշինարարական, ավտոարտադրության ոլորտը, քաղավիացիան, բաները, բեռնափոխադրման ոլորտը եւ այլն։ Եվ ռուսական նավթի գինը իջել է հիմա $50 Յուրալս մագնիշի նավթի գինը, ընդ որում դեպքում երբ բյուջեում նախատեսված է եւ բյուջեն կազմված է $70 գնի դիմաց խիստ լարվում են Մոսկվայի հարաբերությունները ռեգիոնների հետ, մասնավորապես եւ առավելապես Չեչնիայի հետ, այնտեղ Կադիրովը իր առողջական վիճակից ելնելով ուզում է իր կրտսեր զավակին որպես հետնորդ առաջարկել է Պուտինին, Պուտինը անհամաձայնություն է հայտնել եւ լարվել է Չեչնիայի եւ ուժայինների ու Պուտինի հարաբերություն։ Այսինքն բոլոր որտեղ որ նայես նույն ռազմաճակատում հսկայական կորուստները շարունակվում են եւ նույնիսկ արդեն այդ համայնքը, հա, այդ պատրիոտների համայնքը, եթե հետևեք նրանց Telegram ալիքի ելույթներին, ընդ որում հենց ինքը Գիրկին Ստրելկովը հայտնի է Դոնբասի հրամանատարը, որը բանտից գրում է, որ մենք ոչ միայն պարտվել ենք արդեն պատերազմում, այլև Ռուսաստանին սպասում են շատ վատ ամիսներ, ընդհուպ միջև երկրի քաոս եւ մասնատում, եւ սա ասում է Գիրկին Ստրելկովը ՖՍԲ-ի գնդապետը, այնպես որ եկեք մի քիչ էլ համբերենք եւ ես կարծում եմ, որ մոտակա ամիսներին մեզ շատ հետաքրքիր անսպասելի զարգացումներ են սպասում։ Ես հիմա զուգահեռ կանցկացնեի 90-91 թվականների հետ, այն ժամանակ Խորհրդային Միությունը էլի թվում էր, որ կենսունակ երկիր է եւ այլն, բայց հիշում ենք, թե ինչպես հետո հաշված շաբաթների ընթացքում եղավ ԳԿՉՊ, պալատական հեղաշրջում եւ ընդամենը մի քանի ամիս հետո ԽՍՀՄ մասնատվեց։ Ես կարծում եմ դրա նման մի բան մեզ մեծ հավանականությամբ սպասվում է նաեւ հիմա եւ մենք պիտի դրան պատրաստ լինենք, որովհետեւ այն զարգացումները, որոնք մեծ հավանականությամբ կարող են տեղի ունենալ Ռուսաստանում, իրենց բացասական ազդեցությունը կարող են թողնել մեզ վրա դեմոգրաֆիական, տնտեսական առումով, որտեղ մենք շատ թելերով կապված ենք Ռուսաստանի հետ, ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում եւ հենց այդ առումով մենք պիտի կարողանանք շատ արագ կերպով ձերբազատվել ներկա ռեժիմից, որը ապիկար ռեժիմ է եւ ձևավորենք այնպիսի իշխանություն, որը ոչ միայն կարողանա կանխել այդ զարգացումները, դիմակայել այդ մարտահրավերներին, այլև հետո ապահովել երկրի կայուն եւ անվտանգ զարգացում։
Ոնք Ասպարյան գիտեք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունեց այսպես կոչված Եվրաքվե կոչվող նորենք էլ չի, չգիտես ինչ անուն տազնն, ամեն դեպքում իրավաբանորեն կոչվում է օրենք, հա, Հայաստանի Եվրամիության անդամագրվելուն մեկնարկ տալու մասին օրենք։ Ձեր գնահատականը սրա հետ կապված, սա արդյոք Հայաստանին մոտեցնում է Եվրամիությանը նման օրենքի ընդունումը եւ ինչպիսին է լինելու Ռուսաստանի արձագանքը սրան։ Ռուսաստանի արձագանքը արդեն եղել է եւ ելի կլինի կոշտ արձագանք եւ նրանք եւ Մարիա Զախարովայի շուրթերով եւ Օվերչուկի եւ Պեսկովի եւ ուրեմն Լավրովի տեղակալները շատ անգամ ասեցին, որ Հայաստանը պիտի ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ եւ լինել միաժամանակ այդ երկու կառույցներում հնարավոր չի լինի, քանի որ դրանք իրարամերժ կառույցներ են, տարբեր մաքսային բան ունեցող, հա, այդ մաքսային կարգավորումներ, օրենքներ, դաշտ ունեցող կառույցներ են եւ ես կարծում եմ, որ սա ընդամենը ժեստ էր, Փաշինյանի կողմից ժեստ էր առ արևմուտք, որով նա պարզապես փորձեց արևմուտքի սիրտը շահել ժամանակավորապես, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հենց օրենքի ընդունումից հետո երևանյան պաշտոնյաները շտապեցին հայտարարել, որ այդ օրենքի ընդունումը ամենևին չի նշանակում պաշտոնական հայտ Եվրամիության անդամակցության, այսինքն ընդունեցինք, մոռացանք։ Եվ հիշեցնեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերը մայիսի 9-ի շքերթին մասնակցելու եւ կայցելի Մոսկվա, այնտեղ իր հավատարմության հերթական խոսքերը կասի, կվստահեցնի, որ ինքը Մոսկվայի հավատարիմ այսպես քաղաքական գործիչն է, այնպես որ ես այստեղ որևէ բան չեմ տեսնում, ասեմ, որ Եվրամիության անդամակցության համար պետք են կոնկրետ քայլեր, այսինքն սկզբից դու պիտի ԵԱՏՄ-ից դուրս գաս, որտեվ դա է պահանջում օրենսդրությունը, դու չես կարող միաժամանակ լինել այդ երկու կառույցներում, հետո պաշտոնական հայտ ներկայացնես Եվրամիության անդամակցության, ռեֆորմներ ձեռնարկես համապատասխանեցնելով քո օրենսդրական եւ տնտեսական դաշտը Եվրամիության ստանդարտներին եւ պահանջներին, որոնք ի դեպ Եվրամիությունը նույն Վրաստանին ներկայացրեց, եւ նոր դրանից հետո կարողանաս անդամակցել։ Սա ժամանակատար գործընթաց է եւ պահանջելու է եւ ժամանակ եւ քաղաքական կամք։ Ես կարծում եմ, որ Եվրամիության անդամակցությունը այն հրատապ խնդիրը չի, որ ծառացած է Հայաստանի առջև։ Մենք ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ երբ որ այս փոթորկալից ժամանակները անցնեն, երբ որ նոր իշխանությունը ձևավորվի, կամած երկկողմանի սկզբում երկկողմանի տնտեսական կապեր հաստատվեն, առևտրային շրջանառություն հաստատվի Հայաստանի, օրինակ Ֆրանսիայի, Հայաստանի, Հունաստանի միջև, որպեսզի կարողանանք կամած անցում կատարել դեպի ազատ շուկա, եվրոպական շուկա, նոր հետո այդ ամեն ինչը կարելի է արդեն ձևակերպել իրավաբանորեն, բայց ես կարծում եմ, որ մեծ է հավանականությունը, ես քիչ առաջ ասեցի, որ շաբաթը ուրբաթից շուտ կգա եւ եթե այն փլուզումային զարգացումները, որոնց մասին ես խոսեցի, տեղի ունենան Ռուսաստանում, ապա ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին եւ ԱՊՀ-ին սպասում է նույն ճակատագիրը, ինչը մենք տեսանք ԽՍՀՄ-ի պարագայում, այնպես որ կարող է ոչ թե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից, այլ ԵԱՏՄ-ն դադարի գոյություն ունենալ աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով։ Ամեն դեպքում կապրենք, կտեսնենք, բայց հույս ունենալ, որ Փաշինյանը մի գեղեցիկ օր երկիրը կտանի դեպի Եվրամիություն, դա նշանակում է լինել քաղաքականապես միամիտ եւ տգետ։ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ Հայաստանում մեծացնի թուրքական, ադրբեջանական ազդեցությունը, որովհետեւ ինքը հասկանում է, որ միակ հենարանը, որը նա կարող է ունենալ Պուտինից հետո, որտեղ հիմա վայելում է նաև Պուտինի հովանավորությունը, Պուտինից հետո միակ հենարանը, որ նա կարող է ունենալ, դա Էրդողանն է եւ Ալիևը, որտեղ նրանք հոգեհարազատ են Փաշինյանին եւ նրա քաղաքական ուժին,
իսկ գնալ դեպի Եվրոպա նշանակում է կատարել ժողովրդավարական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, ինչը մենք երբևիցե չենք տեսել Փաշինյանի իշխանության 7 տարիների օրոք եւ չենք էլ տեսնի։ Կոռուպցիայի դեմ պայքար եւ ժողովրդավարություն ինքնին այդ հասկացությունները խորթ են եւ Փաշինյանին եւ իր ղեկավարած ԿՊ-ին։ Ինչպես գիտեք, պարոն Գասպարյան, արցախցիները բողոքի ակցիա իրականացրին մարտի 29-ին մեծ հանրահավաքով, դրանից հետո արդեն տևական ժամանակ է Ազատության հրապարակում վրանք է տեղադրված, քաղաքական հանդիպումներ են կայանում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այսօր նաև ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներն են հանդիպել նրանց հետ, նախ ինչ կարծիք ունեք այդ ձևավորված շարժման մասին եւ ըստ ձեզ հնարավորություն կա, որպեսզի այդ շարժումը վերաճվի համաժողովրդական շարժման։ Հնարավորություն կա, բայց քանի դեռ նորից եմ կրկնում, կա Վլադիմիր Պուտինի ռեժիմը եւ նրա խիստ վերահսկողությունը Հայաստանի քաղաքական դաշտի հանդեպ, ապա դա անհնար է։ Անհնար է եւ մեծ է հավանականությունը, որ այս արցախցիների կողմից այս բարձրացվող ալիքը կթամբեն կրեմլահապատակ 5-րդ Շարասյան ուժերը, ինչպես մենք դա տեսանք Սրբազանի օրինակով։ Ես կարծում եմ, որ եթե Արցախի մեր հայրենակիցները, Հայաստանի Արցախի մարզի մեր քաղաքացիները ուզում են իրոք հաջողել, ապա պիտի դաս քաղեն նախորդ սխալներից, մի կողմ դնեն այդ կեղծ թեզերը, ինքնորոշում, անկախ Արցախ, երկրորդ պետություն եւ այլն, վերադառնան միացում գաղափարին, վերամիավորման գաղափարին, սկսեն նորից խոսել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի եւ ազգերի լիգայի որոշումների մասին եւ սկսեն եւ հասկանան եւ սկսեն Արցախի հարցը տեսնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարթության մեջ որպես հայկական հարցի բաղկացիչ մաս։ Միայն դրանից հետո նրանք կարող են համախմբել Հայաստանի այլ մարզերի մեր քաղաքացիներին եւ այդ շարժումը կարող է վերածվել իրավի համաժողովրդական ազգային շարժման։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ համաժողովրդական շարժում միգուցե մենք տեսանք անցած տարի մայիսի 9-ին, բայց քանի որ հետո շարժումը ղեկավարող անձինք Սրբազանի ղեկավարությամբ շեղվեցին ազգային գաղափարախոսությունից եւ օրակարգից, հրապարակը շատ արագ դատարկվեց։ Էնպես որ մաղթում եմ Արցախի մեր հայրենակիցներին խոհեմություն, իմաստություն եւ իմ կողմից բարի խորհուրդ նրանց հետեւել իմ այս խորհուրդներին։ Բայց ամեն դեպքում գլխավոր զարգացումները նորից եմ կրկնում, կլինեն միայն ու միայն, երբ որ գոնե կթուլանա կամ կտապալվի Վլադիմիր Պուտինի ղեկավարած ռեժիմը, այլապես կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ այդ ռեժիմը խիստ վերահսկողության տակ է պահում Հայաստանի ոչ միայն քաղաքական դաշտը ամբողջությամբ, այլև ուժային կառույցները, եւ եթե Վլադիմիր Պուտինը չցանկանա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, նա պարզապես բիրտ ուժի կիրառմամբ կարող է դա կանխել, մենք դա տեսանք անցած տարի հունիսի 12-ին։ Մենք առիթ չենք ունեցել ձեզ հետ նաև զրուցել այսպես կոչված խաղաղության պայմանագրի թեմայով, գիտեք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են դրանց կետերը ամբողջությամբ եւ Հայաստանը համաձայնել է նաև այն երկու կետին, խոսքը միջազգային իրավական ատյաններից մեր հայցադիմումների հետ կանչումն է եւ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայման չտեղակայելու դրույթը առհասարակ ինչ է կարծում այս փաստաթուղթը կստորագրի երբևէ եւ ինչ պայմաններով։ Սա խաղաղության փաստաթուղթ չէ իրականում, խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր չի, սա Հայաստանի պետականության կամ ինքնիշխանության լուծարման կապիտուլյացիա փաստաթուղթ է եւ այն 17 կետերը, որոնք կան այդ փաստաթղթում, դրանք հենց այդ կապիտուլյացիայի Ադրբեջանի կողմից պարտադրված կետերն են, բայց հենց որ կողմերը հայտարարեցին, որ 17 կետերը համաձայնեցված են եւ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, Ալիևը միանգամից հայտարարեց, որ Ադրբեջանը
մտադիր չի փաստաթուղթը ստորագրել, քանի դեռ Հայաստանը կատարել հաջորդ պահանջները, սահմանադրության փոփոխություն, Եվրամիության դիտորդների հեռացում, չգիտեմ, այնտեղ Մինսկի խմբի ձևաչափի վերացում եւ այլն, այսինքն մենք հասկանում ենք, թե որոնք են Ադրբեջանի իրական նպատակները։ Անցած տարվա սեպտեմբերին շատ հետաքրքիր սոցիալական հարցում անցկացվեց հեղինակավոր կազմակերպություններից մեկի կողմից, հիմա անունը մոռացել եմ, միջազգային, որի արդյունքներով պարզ դարձավ, որ Հայաստանի բնակչության 56%-ը նախ կողմ է, որ Հայաստանը գնա դեպի Եվրոպա, եւ նույն 56%-ը կողմ է, որպեսզի Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիր, բայց այդ 56%-ից 45%-ը դեմ են, որ այդ պայմանագիրը ստորագրվի որևէ զիջման դիմաց կամ զիջման գնով։ Այսինքն 56-ից ընդամենը 11%-ն էին պատրաստ զիջումների գնով այդ թղթի ստորագրմանը, որը հենց Նիկոլ Փաշինյանի էլեկտորատն է։ Իրականում սա նշանակում է, որ հայ ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց ոչ զիջումների գնով, եւ սա շատ լավ է, շատ ճիշտ է։ Մեր ուժը, ազգային ժողովրդավարական բևեռը եւս ասում է, որ այո, պիտի լինի խաղաղություն, այո, պիտի լինի սահմանազատում, դելիմիտացիա, այո, պիտի լինի ճանապարհների ապաշրջափակում, բայց դա պիտի կատարվի միջազգային սկզբունքների, միջազգային իրավունքի եւ միջազգային իրավունքի համապատասխան կնքված օրինական փաստաթղթերի համաձայն։ Այսինքն սահմանը պիտի սահմանազատվի ոչ թե խորհրդային քարտեզների եւ ստալինյան սահմանների համաձայն, այլ ազգերի լիգայի որոշման, որը ՄԱԿ-ի նախորդող կազմակերպություն է, որը 1920 թվականին Հայաստանի սահմանները որոշելու համար հատուկ հանձնաժողով ստեղծեց։ Ազգերի լիգան, այսինքն ՄԱԿ-ի նախորդող կազմակերպությունը հատուկ հանձնաժողով ստեղծեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները հաստատելու ուղղությամբ եւ այդ հանձնաժողովը կայացրեց հայտնի որոշում, համաձայն որի Արցախը, Գարթմանքը եւ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մաս են։ Այսինքն այո խաղաղություն, այո սահմանազատում, բայց խաղաղություն արդարության եւ միջազգային իրավունքի հիման վրա, հենվելով միջազգային իրավունքի համապատասխան օրինական փաստաթղթերի վրա, մենք ասում ենք, որ մենք պիտի գնանք ՄԱԿ-ի միջազգային դատարան, որովհետեւ մենք ունենք սահմանային վեճ Ադրբեջանի հետ, իրականում Արցախի հարցը դա տարածքային հարց է, Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ եղած տարածքային վեճ է, սահմանի վեճ է, եւ այդ վեճը լուծելու համար մենք ասում ենք եկեք գնանք ՄԱԿ-ի միջազգային դատարան, թող Հայաստանը ներկայացնի իր փաստաթղթերը ազգերի լիգայի որոշման, Ադրբեջանը կներկայացնի Ստալինյան կավբյուրոյի որոշումը եւ Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյացել են Հայաստանի անօրինական անեքսիայի եւ օկուպացիայի հետևանքով եւ թող ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշի, թե որն է օրինական սահմանը, որը պիտի սահմանազատվի։ Նույն կերպ պիտի լուծվեն մնացած բոլոր հարցերը, միջանցք, անկլավներ, այսպես կոչված ռեպարացիաներ, որովհետեւ իրականում օկուպանտը ոչ թե Հայաստանն է, Հայաստանը դարձել է օկուպանտ իր կողմից վարած տհաս, տգետ արտաքին քաղաքականության շնորհիվ, երբ որ կրեմլահպատակ դրածոները Լևոն Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան ուրեմն խոսել են Արցախի այսպես կոչված ինքնորոշման մասին, իսկ Փաշինյանը ընդհանրապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ այլն, եւ ինքնաբերաբար Հայաստանը ինքը իր այդ վարած քաղաքականության շնորհիվ, որը մեր վզին փաթաթվել է Կրեմլի կողմից, դարձել է օկուպանտ, իսկ հիմա Ադրբեջանը որպես օկուպանտ Հայաստանից պահանջում է այդ օկուպացված այսպես կոչված ադրբեջանական տարածքների, Արցախի եւ շրջապատող շրջանների ընդերքը, հարստությունը շահագործելու համար ռեպարացիաներ եւ այլն։ Մինչդեռ երբ որ մենք հարցը տանենք օրինական միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների համաձայն, ապա օկուպանտը արդեն ոչ թե Հայաստանն է, այլ հենց ինքը Ադրբեջանը, եւ Ադրբեջանը պիտի Հայաստանին վճարի ռեպարացիաներ, այլ ոչ թե հակառակը։ Էնպես որ ուզում եմ ասել, որ մեր բոլոր խնդիրները, որ մեր բոլոր խնդիրները, մարտահրավերները գալիս են այդ մեկ գլխավոր ստից, այդ մեկ գլխավոր սխալից,
որը որ մենք պարտավոր ենք ուղղել, իսկ հիմա ցավոք սրտի Հայաստանի բոլոր ուժերը, քաղաքական դաշտում եղած բոլոր ուժերը շարունակում են համառորեն խոսել երկրորդ հայկական պետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին եւ իհարկե դա անում են, որովհետեւ սպասարկում են Կրեմլի շահերը եւ նրանք չեն կարող իրենց թույլ տալ խոսել ազգերի լիգայի որոշման մասին, որովհետև կատարում են Կրեմլի պատվերը, նրանք պարտավոր են խոսել Կրեմլի կողմից իրենց իջեցրած այդ նարատիվների եւ հրահանգների մասին։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Արցախյան շարժումը սկսվեց հենց միացում կարգախոսի ներքո, հետո 88 թվականին, հետո 89 թվականին եղավ դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը, դեռևս խորհրդային տարիներին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լղիմ Մարս խորհրդի համատեղ նիստը եղավ Երևանում եւ այդ որոշումը կայացվեց, հետո այդ որոշումը ամրագրվեց Հայաստանի Հանրապետության հռչակագրում, սահմանադրությանը մեջ եւ հետո 91 թվականին Կրեմլի ուղիղ պարտադրանքով եւ հրահանգով սեպտեմբերի 2-ին հանրաքվե անցկացրեցին եւ միացման այդ որոշումը գաղափարախոսությունը դրեցին մի կողմ եւ սկսեցին խոսալ այսպես կոչված անկախ Արցախի մասին, Արցախի դրոշը նկարեցին եւ այլն։ Մեր բոլոր խնդիրները գալիս է հենց այնտեղից, մեր պարտությունը արդեն այդ ժամանակ կանխորոշված էր։ Եվ վերջին հարցը պարոն Գասպարյան, մոտ ապագայում ԲՎՌ պլանավորում է հանրահավաքներ կամ բողոքի գործողություններ, ինչ օրակարգ ունեք։ Մենք դեռ որոշում չունենք ինչ որ կոնկրետ օր չկա նշանակված հանրահավաքի, դա կախված կլինի հետագա զարգացումներից, այնպես որ եկեք չշտապենք, ես նորից եմ կրկնում, ապրիլ-մայիս ամիսները շատ հետաքրքիր ամիսներ են լինելու, նախ ապրիլի 20-ին լրանում է Թրամփի կողմից նշանակված վերջնաժամկետը, երբ որ նրանք սպասում են, որ Պուտինը կհամաձայնվի զինադադար կնքել առանց նախապայմանների, ապրիլի 20-ը դա զատիկի օրն է եւ այս տարի հետաքրքիր զուգադիպությամբ կաթոլիկ եւ ուղղափառ զատիկը համընկել է, նույն օրն է եւ Մարկո Ռուբիոն ասեց, որ մենք մտադիր չենք անverջ սպասել Պուտինի պատասխանին եւ մոտակա շաբաթներին, եթե Պուտինը դրական պատասխան չտա, կոնգրեսը դաժան սանկցիաներ կդնի Ռուսաստանի վրա։ Այսինքն ապրիլի 20, հետո մայիսի 9-ն է շատ քրքիր ժամկետ, այդ հաղթանակի շքերթի օրը, երբ որ Պուտինը մտադիր է մեծ շուկով նշել հաղթանակը եւ ինչ որ մի բան ցույց տալ ժողովրդին ներկայացնել որպես հաղթանակ, կարծում եմ մինչեւ մայիսի 9-ը ռազմաճակատում հետաքրքիր զարգացումներ կարող է լինել, որոնք կարող են կտրուկ փոխել իրավիճակը, քաղաքական իրավիճակը եւ Ռուսաստանում եւ Կովկասում, այնպես որ անկախատեսելի շաբաթների առաջ ենք կանգնած եւ դրանից է կախված լինելու նաև մեր հետագա քայլերը, այնպես որ եկեք չշտապենք, մի քիչ էլ համբերենք, ես լավատես եմ, ես կարծում եմ, որ մեզ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասում, որոնք շատ դրական ազդեցություն կունենան Հայաստանի վրա, կարող են ունենալ, եթե իհարկե ժողովուրդը կարողանա իր մեջ ուժ գտնել, ճիշտ դիրքավորվել, ասեմ, որ ժողովրդի մեջ օր-օրի աճում է դժգոհությունը, մենք տեսնում ենք ինքնաբուխ ակցիաներ, Պրոշյանի Քասախի բնակիչներն են ակցիա անում, ասենք այդ տրանսպորտի ակցիաները մենք տեսանք, այդ բիզնեսմենները այդ գույք բանի եկամտահարկի այդ բարձրացման դեմ ակցիաները նորից պիտի շարունակվեն, արցախցիները էլի օրինակ, այսինքն ժողովրդի մեջ այդ դժգոհության ալիքը բողոքի ալիքը բարձրանում է, ես կարծում եմ, որ եղանակները տաքանալուն պես մենք ժողովրդի ցասումը կտեսնենք եւ եթե դրան գումարվի այդ բարենպաստ աշխարհակաղակական զարգացումների ֆոնը եւ Մոսկվայում Կրեմլի ռեժիմը գոնե թուլանա, ապա իրական հնարավորություն կստեղծվի Հայաստանի ազատագրման համար եւ այդ ժամանակ ազգային ժողովրդավարական բևեռը որպես ազգային իրական ընդդիմադիր ուժ, որը
պայքարում է Հայաստանի ազատագրման եւ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հետ իրական դաշնակցային հարաբերություններ կառուցելու համար կկարողանա ժողովրդին տանել դեպի Հայաստանի ազատագրում, իհարկե համագործակցելով այլ քաղաքական ուժերի եւ ազգային մտածողություն ունեցող անհատների հետ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Շնորհակալ։ Մեզ հետևող քաղաքացիներին խնդրում եմ նաև կիսվել այս տեսանյութով, որպեսզի մյուսները եւս կարողանան տեսնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։